Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է շվեյցարահայ գործարար եւ բարերար Վահե Գաբրաշին։ Զրուցակիցները անդրադարձել են օրերս Գյումրիում բացված հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի գործունեությանը։ Վարչապետը կարևորել է ակադեմիայի դերը Հայաստանի կրթական եւ զբոսաշրջային ոլորտների զարգացման գործում։ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան հիմնվել է աշխարհի առաջատար հյուրընկալության կառավարման կրթական հաստատության Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համագործակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վահե Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։ Փաշինյանը ընդգծել է կառավարության պատրաստակամությունը շարունակելու ակտիվ համագործակցությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ Վարչապետը նաև հանդիպել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի մի խումբ ուսանողների եւ աշակերտների հետ, ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Վարչապետը պատասխանել է հարցերի, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, բարձրագույն կրթության զարգացմանը, ակադեմիական քաղաքնախագծին եւ այլ թեմաների։ Նմանատիպ հանդիպումների շարքը կկրի շարունակական բնույթ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դոհա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական եւ հասարակական կյանքի վերջին զարգացումները, անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, հատկապես պաշտպանական, առողջապահական, կրթական եւ սոցիալական ոլորտներում։ Զրույցի ընթացքում հանրապետության նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, նաեւ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման եւ համատեղ նախաձեռնությունների իրագործման հնարավորություններին։ Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ադրբեջանցի եւ հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում, այդ թվում 3 գումարած 3 հարթակի շրջանակներում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ հաղորդագրության Բաքուն եւ Երևանը դեռ շատ անելիքներ ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը անշրջելի դարձնելու համար, այդ թվում Խաղաղության պայմանագրի ստորագրում, Հարավային Կովկասի բոլոր երկրների եւ նրանց անմիջական հարևանների շահերից ելնելով տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնում, պետական սահմանի արտարացի սահմանազատում, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության շրջանակներում արդյունավետ կապերի հաստատում։ Թրիպը կարևոր նշանակություն ունի Կենտրոնական Ասիայի համար, այսպիսի հայտարարություն է արել Միացյալ Նահանգների նախագահը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած պատմական հանդիպմանը։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, այդ երթուղին անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով եւ կխթանի Կասպից ծովից այն կողմ առևտրի ակտիվությունը եւ կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին։ Թրամփը ընդգծել է, որ նախագիծը հնարավոր է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պատմական համաձայնագրի արդյունքում։ Ղազախստանի նախագահը ողջունել է Թրամփի ներդրումը այդ հարցում։ Բաքուն պահանջում է Վաշինգտոնից վերացնել 907-րդ հուղումը, որը ժամանակին կիրառվել էր Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի դեմ ի պատասխան Հայաստանի շրջափակման։ Ադրբեջանի արտգործնախարարությունը այս թեմայի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ է ասվում այդ հայտարարությունում։ Ես հիշեցնեմ, որ այդ ազատության աջակցության ակտի 907 ուղումը ընդունվել էր 92 թվականին հետագայում պետքարտուղար դարձած Ջոն Քերիի նախաձեռնությամբ եւ պատճառը Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումներ, ըստ էության դա իսկապես պատժամիջոց է, արգելում է վարչակազմին ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի վերացրել Հայաստանի շրջափակումը։ Տարիներ անց կոնգրեսը իրավունք տվեց նախագահին ժամանակավորապես 1 տարի ժամկետով կասեցնել այդ ուղման գործողությունը։ Ընդ որում պետք է հիմնավորեին կոնգրեսի առջև, թե ինչի է դա պետք։ Եվ բոլոր նախագահները օգտվում էին այդ հնարավորությունից եւ սովորաբար դեկտեմբերին տեղեկացնում էին կոնգրեսին, որ 1 տարի ժամկետով դադարեցնում են այդ գործողության ժամկետը։ Բայց 23 թվականին Ջո Բայդենը չօգտվեց իր այդ հնարավորությունից, հաշվի առնելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի կողմից ներխուժելու հանգամանքը։
Այս տարվա օգոստոսին Վաշինգտոնյան հայտնի համաձայնագրերի շրջանակներում նախագահ Թրամփը որոշեց կրկին վերականգնել այդ ավանդույթը եւ օգտվեց Կոնգրեսի տված հնարավորությունից եւ ժամանակավորապես կրկին 1 տարի ժամկետով դադարեցրեց այդ ուղման գործողությունները։ Ընդ որում ակնարկեց նաեւ, որ պատրաստ է քննարկել ընդհանրապես այդ ուղումը չեղարկելու հարցը, թեև այդ հարցը իրականում պետք է ուղղել օրենսդիրներին, քանի որ դա հենց կոնգրեսի որոշման հարցն է, այլ ոչ թե վարչակազմի։ Եվ այսօր Ադրբեջանի արտգործնախարարությունը որոշել է հենց այդ թեմային նվիրված հատուկ հայտարարությամբ հանդես գալ, որում դատապարտվում է այդ ուղումը, որակվում է այն որպես խտրական, որպես երկկողմ հարաբերություններին խոչընդոտող հանգամանք, եւ Ադրբեջանում հայտարարում են, որ հիմք ունեն ակնկալելու Միացյալ Նահանգների իշխանություններից գործնական քայլեր 907 ուղումը վերջնականապես չեղարկելու կամ վերացնելու հարցում վերաբերյալ։ Ինչու հենց հիմա Ադրբեջանը անդրադառնում այս խնդրին։ Հավանաբար Ադրբեջանում հույս ունեին, որ մինչև այս տարվա վերջ վարչակազմը կոնկրետ քայլեր կնախաձեռնի եւ որ կոնգրեսը ընդհանրապես կհանի այդ ուղումը։ Եվ այժմ ականատեսն են, այսինքն համոզվում են, որ վարչակազմը նման մտադրություն չունի, առավել եւս չունեն նման մտադրություն օրենսդիրները։ Եվ նաեւ հավանաբար հույս ունեին, որ Թրամփը կգնահատի այս վերջին զարգացումները, այն որ Ադրբեջանի իշխանությունները արտոնել են, որ երկրի տարածքով մի քանի գնացք ծորենով անցնի դեպի Հայաստան, եւ որ դա ընկալեն կգնահատեն որպես շրջափակման վերջնական վերացման մասին հանգամանք, հա, փաստ։ Հավանաբար Միացյալ Նահանգներում այդպես չեն գնահատում այդ քայլը եւ նաեւ տեղեկություն կար, մամուլ է թափանցել տեղեկությունն այն մասին, որ վերջին շաբաթների ընթացքում այս հարցի վերաբերյալ երկխոսություն է եղել Վաշինգտոնի եւ Բաքվի միջև։ Մասնավորապես տեղեկություն կա այն մասին, որ ԱՄՆ նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը այդ հարցը քննարկել է ԱՄՆ ներկայացուցիչների տան միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բրայան Մաստի եւ սենատոր Սթիվ Դոենսի հետ, բայց դրանից հետո նույնպես որևէ կոնկրետ քայլ չեղավ, որը կվկայեր այն մասին, որ Վաշինգտոնում պատրաստ են վերջնական որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ։ Եվ պատահական չէ, որ Բաքվի գաղափարախոսները մոբիլիզացրել են իրենց հավատարիմ բոլոր լոբբիստներին, բոլոր լրատվամիջոցները, որտեղ հնարավոր էր փողով կամ ինչ որ արհեստական գործոններ օգտագործելով, այսպես հրապարակումներ անել այս թեմային, կոչեր անել այս թեմայի վերաբերյալ։ Մասնավորապես հոդվածներ են հրապարակել 907 ուղումը վերացնելու կոչով Պենտագոնին մոտ կանգնած Stars and Stripes պարբերականը եւ հանրապետական պահպանողական Town Hall պարբերականը եւ նաեւ ռազմաարդյունաբերական համալիրում Ադրբեջանի ունեցած լոբիստները եւս կոչ են անում վարչակազմին վերացնել ուղումը։ Այսինքն նկատվում է, որ Բաքվում այս օրերին ակնհայտ ակտիվացում է այս հարցում, փորձում են օգտագործել վերջին հնարավորությունը, որպեսզի մինչև տարվա վերջ ստիպեն կամ համոզեն վարչակազմին վերջնական այս քայլը կատարել։ Իսկ Թրամփը փաստորեն չի շտապում այդ քայլը կատարել։ Իհարկե ոչ մի նախագահ չի ցանկանա այսպես հեշտ ազատվել մի գործոնից, որը հնարավորություն է տալիս իրեն ճնշել կամ ազդել Բաքվի վարչակազմի վրա։ Բացի այդ, կարծում եմ իսկապես Վաշինգտոնում չեն համարում, որ վերացվել է այն պատճառը, որը ստիպել էր ժամանակին 92 թվականին կիրառել այս պատժամիջոցը։ Այսինքն Ադրբեջանը Հայաստանի շրջափակումը չի հանել։ 2-3 գնացք, որը անցել է Ադրբեջանի տարածքով, դեռ չի նշանակում, որ շրջափակումը հանված է։ Բացի այդ, հավանաբար Վաշինգտոնում նկատում են Բաքվի ոչ կոնստրուկտիվ որոշ քայլերը, ինչպիսին էր օրինակ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը այդ արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ կամ թարմ այսօրվա օրինակը եւ երբ Մեջլիսի падգամավոր իշխանամետ գործիչ Հուդրաթ Հասան Գուլիևը հայտարարում է, մեջբերում եմ նրա խոսքերը. եթե Հայաստանը անհապաղ չբացի մեզ համար Զանգեզուրի միջանցքը, Ադրբեջանը ստիպված կլինի ուժով ազատել այդ տարածքները։ Վաշինգտոնում իհարկե նկատում են այս ամենը եւ հավանաբար նաեւ դա
հաշվի են առնում իրենց որոշումները կայացնելիս։ Եվ հատկանշական է, որ պետդեպը ոչ միայն չի շտապում 907 ուղումը վերացնել, այլ նաև չի խոչընդոտում այդպիսի նախաձեռնություններին, որոնք հակառակն են ենթադրում։ Օրինակ չէր խոչընդոտել, երբ կոնգրեսական Բրեդ Շերմանը առաջարկել էր ընդունել մի բանաձև, որը արգելում է նախագահներին կասեցնել այդ 907 ուղման գործողությունը։ Իհարկե այդ փաստաթուղթը չի անցել, համենայն դեպս հանրապետական մեծամասնությունը չի խանգարել այդ փաստաթղթի առաջխաղացմանը կոնգրեսում։ Կարծում եմ մոտակա շաբաթների ընթացքում Ադրբեջանը ել ավելի կակտիվացնի իր ջանքերը, բայց նաև չեմ կարծում, որ Վաշինգտոնում վերջնական որոշումներ կկայացնեն այս հարցի վերաբերյալ։ Շնորհակալություն, Արծև։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներ Սերգեյ Բագրատյանև, Նարեկ Ղարամանյանի հեղինակած նախագծով Հայաստան ներկրվող պողպատե ամրանների յուրաքանչյուր տոննայի համար սահմանված բազային տուրքը կավելանա, առաջարկվել է տուրքը 29 պատիկից դարձնել 45 պատիկ։ Կառավարության տարբեր որոշումներով Հայաստանի Հանրապետությունը արգելել է մետաղի, սև մետաղի ջարդոնի արտահանումը, ինչպես նաև նախկինում պետական տուրք արդեն պատրաստված ամրանների ներկրման համար սահմանվել էր բազային աշխատավարձի 29 պատիկի չափով, այսինքն 29,000 դրամ է այս պահեդրությամբ ներկրման տուրքը, բայց վերջին ժամանակներում կապված իրանական արտարժույթի անկման հետ, այսինքն իրանական դրամը փոխարժեքը բավականին իջել է, հիմնականում կապված Իրանա-իսրայելական պատերազմի արդյունքների եւ սանկցիաների հետ, ինչի արդյունքում Իրանում ներողություն ինքնարժեքը նվազել է մոտավորապես 35,000 դրամի կարգի եւ այդ պարագայում արդեն անհավասար պայմաններ են առաջացել ներկրողների եւ արտադրողների մեջ, իսկ քանի որ մեր իշխանությունը ռազմավարական ճյուղ է համարում կոնկրետ այս ծանր երկաթի արտադրությունը, մասնավորապես ամրանների, ըստ այդմ այս փոփոխությամբ մենք ցանկանում ենք նորից հավասարակշռեն, մինչև վերջին իրադարձությունները կրկնեմ հավասարակշռված էր գինը ներկրման եւ տեղում արտադրության եւ վերջին փոփոխությունների հետ կապված շուկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեղի արտադրողները կանգնել են լուրջ խնդրի առաջ կապված ներկրման հետ, ուստի մենք եկել ենք այս փոփոխություններին։ Այդ գործընկերները առաջարկել են 29,000 տուրքը, այսինքն 29 պատիկ տուրքը դարձնել 55 պատիկ, սակայն մենք որոշակի հաշվարկներ ենք արել, որպեսզի մենք չելնենք հարևան երկրի արժույթի արժեզրկումից, այլ ընդամենը հաշվարկենք դեմպինգային այն գործոնները, որոնք որ ազդում են, որոնք որ ուղիղ ազդում են մրցակցության վրա, եւ արդյունքում մենք ստացել ենք 45 պատիկ, այսինքն տուրքը սահմանել 45,000 դրամ։ Վերջին հաշվով գնի վրա ինչ ազդեցություն կունենա, այս չասեցիք, այս էլ պետք է ասեք։ Այստեղ պետք է հասկանանք ինչ ենք հասկանում թանկացում ասելով, որովհետև վերջին մի քանի ամիսների ընթացքում ներկրման գինը իջել է մոտավորապես 47,000 դրամով։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք դեմպինգից, ի նկատի ունենք այն ծախսային դրույթները, որոնք որ տեղ են գտել ինքնարժեքում։ Ինքնարժեքում տեղ գտած ծախսային դրույթները, եթե այլ հանգամանքներում սուբսիդավորվում է կամ այլ պայմաններով նվազեցվում է, սա հակամրցակցային պայմաններ է ստեղծում։ Դրա արդյունքում մոտավորապես ներկրողների մոտ 47,000 դրամով ավելի էժան ներկրում է ստացվել, որը որ խնդիր առաջացրել արդեն տեղական արտադրողների հետ շրջանում, բայց ես մի բան ասեմ, որ ամրանի գինը այդքան չի իջել, ինչքան որ
այդ սուբսիդավոր մասը։ Իսկ երբ որ մենք առաջարկում ենք դնել այս կարգավորումը, մենք ընդհանրապես ուզում ենք բալանսավորենք, որ ինքնարժեքի հաշվարկով գոյացող արդեն գինը վերջնական կա տրամաբանության շրջանակներում։ Կառավարության որոշմամբ պարզեցվել է քաղաքացիների կենսաթոշակների նշանակման ժամանակ աշխատանքային ստաժի հաշվարկման ընթացակարգը։ Այսօր մամուլի ասուլիսում այս մասին մանրամասներ ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետը։ Անահիտ Գալստյանի խոսքերով այս որոշումը վերաբերում է հատկապես 1992-ից 2004 թվականներին, քանի որ հենց այդ ժամանակահատվածն է առավել խնդրահարույց ստաժների հաշվարկման համար։ Կառավարության որոշման փորձել ենք բարձրացնել, հեշտացնել հատկապես այդ ժամանակահատվածի ստաժը հաստատելու կանոնները։ Մինչ այսօր գործող օրենսդրությամբ մենք արդեն սահմանել ենք առանցին դեպքեր, երբ բավարար էր միայն աշխատանքային գրքույկը ստաժը հաստատելու համար այս ժամանակահատվածում։ Ինչպես գիտեք, 92-ից մինչև 13 թվականը ստաժը հաստատում է գրքույկով եւ բացի գրքույկից անպայման պիտի լինի սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը։ Այսինքն 92-ից մինչև 2012 թվականը ներառյալ եթե ունեմ միայն աշխատանքային գրքույկ, դա բավարար չի, որպեսզի աշխատանքային ստաժը հաստատվի։ Թե ինչու օբյեկտիվորեն իրավապրակտիկայում այս փաստը քննարկվել է, բազմիցս ներկայացվել է, չեն աշխատել գործառնել եւ այլն, բայց եւ աշխատողներին չեն ազատել, մեկ էլ 2004 թվականին կամ 2003 թվականին թվականին ազատել են կնիքով եւ այլն, այսինքն պատշաճ գրառումներ կատարել են, բայց ակնհայտ է, որ այդ կազմակերպությունը այդ տարիներին չի աշխատել։ Իսկ կենսաթոշակը տրվում է աշխատանքային գործունեության համար եւ ոչ միայն աշխատանքային, այլև աշխատած եւ այդ տարիների համար կենսաթոշակի իրավունք տվող վճարը կատարելու համար։ Այս ժամանակահատվածում մենք առանձնացրեցինք այն կազմակերպությունները, որոնք այդ տարիներին հիմնականում աշխատել են։ Եվ այս կազմակերպությունների աշխատանքային գործունեության վերաբերյալ, եթե մենք ունենանք ընդունման ազատման տվյալներ, իսկ դա հիմնականում աշխատանքային գրքույկն է, կարող են լինել նաև արխիվային տեղեկանքներ կամ գործատուն կարող է տեղեկանքներ տալ, եթե մինչև այսօր շարունակում է գործունեությունը կամ իրավահաջորդն է։ Այդ կազմակերպություններում աշխատելու դեպքում մենք այլևս սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթեր չենք պահանջի, կառաջնորդվենք միայն աշխատանքային գրքույկով։ Դրանք ինչ ընկերություններ են, որ ոլորտներն են ներկայացնում, ոնց է, ինչ հիմքով։ Տեսեք, դրանք հիմնականում պետական սկզբունքը մեկն է եղել, որ կազմակերպություններն են, որ 92-ից 2004 թվականներին աշխատել են։ Նույնիսկ ինչու 2004, որովհետև 4-ից հետո մենք ունենք արդեն անձնավորված հաշվարկ։ Մինչև 4 թվականը մենք ունենք գործատուների մասին բավական թերի տեղեկատվական բազա, բայց անձնավորված չունենք։ Պետական մարմիններ, ասենք, ովքեր այդ տարիներին աշխատել են, միանշանակ հիշեն, որ աշխատել են բանկերը, ֆինանսական կազմակերպություններն աշխատել են, դպրոցներ, բուհեր, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, այսինքն բուժ հաստատություններ, առաջի փուլում ավելացրել ենք սրանք, այս փուլում ավելի ճիշտ։ Ես արդեն նշեցի, որ մինչ այժմ եղել են, մենք փորձ ունեինք, ուղղակի հիմա այնպես համարձակվեցինք մեր ունեցած դաշտը, այդ կազմակերպությունների ցանկը ընդլայնել եւ բավականին մեծ կազմով ընդլայնել։ Հիմնականում պետական կառույցներ ոչ միայն պետական, ասի պետական, ուսումնական, առողջապահական, կուլտուր-մշակութային թատրոնները, կինոթատրոնները, դրանք եւս ներառված են, ոչ միայն պետականն են։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, մի քանի րոպեից եթերը կշարունակի Ալլահ Ալաչյանը, գործընկերս կներկայացնի անցող շաբաթվա կարևոր միջազգային իրադարձությունները։ Բարև ձեզ, հորիզոնի այս հատվածում կամփոփենք աշխարհում տեղի ունեցած միջազգային կարևոր իրադարձությունները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելուց անցել է 1 տարի։
Նա վերադարձավ խաղաղության օրակարգով ու խոստումով Ամերիկան կրկին դարձնել մեծ։ Քարոզարշավի ընթացքում նա հաճախ էր կրկնում, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը եւ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների բարելավումը համարում է իր արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից մեկը։ Չնայած ամիսներ տևած բանակցություններին եւ նախագահների միջև անձնական հանդիպմանը, Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները բարդ են։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը լոկդաունի մեջ է արդեն 36 օր։ Նախորդ ռեկորդը դարձյալ գրանցվել էր Թրամփի կառավարման օրոք եւ այն կազմել էր 35 օր։ Դեռ 1980-ականներից Թրամփը հանդես է եկել ներմուծման մաքսատուրքերի օգտին, այն դիտարկելով որպես առևտուրը կարգավորելու եւ օտարերկրյա պետությունների վրա ներազդելու միջոց։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահության իր քարոզարշավում Թրամփը սպառնացել էր մաքսատուրքեր սահմանել որպես լծակ պատերազմներ կանխելու, դեֆիցիտը կրճատելու, սահմանային անվտանգությունը բարելավելու եւ այլ նպատակների համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր երկրորդ ժամկետի քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստացել էր նույնիսկ ավելի մեծ մաքսատուրքեր, քան իր առաջին ժամկետի ժամանակ։ Եվ 2025 թվականի հունվարի 20-ին իր երթմնակալության ժամանակ Թրամփը խոստացավ անհապաղ սկսել ԱՄՆ առևտրային համակարգի հիմնանորոգումը, պաշտպանելու ամերիկացի աշխատողներին եւ ընտանիքներին։ Այլ երկրների հարստացման համար մեր քաղաքացիներին հարկելու փոխարեն մենք մաքսատուրքեր կսահմանենք եւ կհարկենք օտար երկրներին մեր քաղաքացիներին հարստացնելու համար։ Սպիտակ տուն վերադարձող Դոնալդ Թրամփը նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում խոստացավ ամեն գնով հասնել ապօրինի միգրանտների զանգվածային արտաքսմանը։ Սա Թրամփի նախընտրական քարոզարշավի առանցքային խոստումներից մեկն էր, ապա սկսեց ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ արտաքսումը։ Մենք պատրաստվում ենք ավարտին հասցնել Ամերիկայի պատմության մեջ ամենազանգվածային արտաքսումը։ Մենք ընտրություն չունենք ընտրություն, քանի որ սա կայունություն չի բերում որևէ երկրի։ Երկրորդային մաքսատուրքեր սահմանելու մասին Թրամփը հայտարարեց 2025 թվականի ապրիլին։ Դա համարվում էր Թրամփի վարչակազմի նոր առևտրային քաղաքականության բաղադրիչ։ Ի տարբերություն առաջնային մաքսատուրքերի, որոնք ուղղակիորեն ուղղված են կոնկրետ երկրին, երկրորդային մաքսատուրքերը ուղղված են երրորդ երկրներին կամ կազմակերպություններին, որոնք առևտուր են անում թիրախում հայտնված երկրների հետ։ Թրամփի նախաձեռնած առևտրային պատերազմի պատճառով անկում արձանագրվեց ֆոնդային բորսայում։ Տնտեսական ոլորտում մտահոգություններ առաջացան մանրածախ առևտրի եւ ավտոարտադրողների համար։ Տնտեսագետ Մայքլ Հադսոնի խոսքով, մաքսատուրքերը կարող են խաթարել համաշխարհային տնտեսությունը, խաթարելով ԱՄՆ-ի եւ նրա արտաքին պարտապանների միջև վճարային հաշվեկշիռը։ Ինչ վերաբերում է պատերազմները դադարեցնելու Թրամփի խոստումներին, ըստ նրա իրեն հաջողվել է դադարեցնել 8 պատերազմ, սակայն դեռ չի հաջողվում դադարեցնել շուրջ 3 տարի ձգձգվող ռուս-ուկրաինական հակամարտությունը, որը Թրամփը խոստացել էր ավարտել շատ կարճ ժամկետում։ Միացյալ Նահանգներում նոր փորձակար դարձավ հոկտեմբերի 1-ին սկսված շաթդաունը։ Դա ամենաերկարն էր ԱՄՆ պատմության ողջ ընթացքում։ Հանրապետականներին ու դեմոկրատներին դեռ չի հաջողվել համաձայնության գալ դաշնային բյուջեի վերաբերյալ։ Դրա պատճառով փակ են մի շարք հաստատություններ ԱՄՆ օդանավակայաններում, չվերթներ են հետաձգվում եւ չեղարկվում։ Աշխատավարձ չի վճարվել մոտ 13000 կարգավարների։ Չնայած այս ամենին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է բանակցել դեմոկրատների հետ։ Բայց ԱՄՆ նախագահային հետաքրքրում են ոչ միայն ներքին քաղաքականության, այլ արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերը։ CBS-ի 60 րոպե ծրագրին օրերս տված հարցազրույցում Թրամփը խոսել է միջուկային զենքի փորձարկումների, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին, ներգաղթի, մաքսատուրքերի եւ այն մասին, թե արդյոք նա կփորձի մնալ Սպիտակ տանը 2028 թվականից հետո։ Մենք ավելի շատ միջուկային զենք ունենք, քան որևէ այլ երկիր աշխարհում, եւ կարծում եմ, որ մենք պետք է ինչ-որ քայլ ձեռնարկենք ապա միջուկայնացման ուղղությամբ։ Ես այս հարցը քննարկել եմ թե նախագահ Պուտինի, թե նախագահ Սիի հետ։ Մենք բավարար քանակությամբ միջուկային զենք ունենք ամբողջ աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար։ Ռուսաստանը շատ միջուկային զենքեր ունի, Չինաստանն էլ կունենա։ Այս պահին ունեն որոշակի քանակությամբ։ Եզրափակելով իր խոսքը Թրամփը անիրատեսական է համարել երրորդ ժամկետով իր առաջադրումը։ Նա նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բազմաթիվ հրաշալի մարդիկ կան այդ պաշտոնին արժանի։ ԱՄՆ նախագահի համար ժամկետների քանակի սահմանափակումը հաստատում է ամերիկյան սահմանադրության 22-րդ ուղումը։ Այնտեղ ամրագրված է, որ նույն անձը չի կարող պաշտոնավարել 2 ժամկետից ավելի, անկախ այն բանից, դրանք անընդմեջ են, թե ընդմիջումով։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։
Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնը վերստին ստանձնելուց հետո դեմոկրատները առաջին մեծ հաղթանակն են տարել առաջին խոշոր ընտրություններում։ Նրանք հաղթանակ են տարել նահանգապետերի, քաղաքապետերի ընտրություններում։ Ամենաուշագրավ հաղթանակը եղել է Նյու Յորքում, որտեղ 34-ամյա դեմոկրատ Զոհրան Մաբդանին ընտրվել է որպես Նյու Յորքի քաղաքապետ։ Նա առաջին մուսուլմանն է եւ ամենաերիտասարդ քաղաքապետը վերջին 1 տարի ընթացքում։ Դեմոկրատական տեխնացուները հաղթել են նաեւ Վիրջինիայում, Նյու Ջերսիում, Կալիֆոռնիայում։ Նյու Յորքի նորընտիր քաղաքապետը ասել է, որ երեքշաբթի օրվա ընտրությունները հնարավորություն են տվել պատկերացում կազմել, թե ինչպես են ամերիկացիները արձագանքում Թրամփի պաշտոնավարման 9 ամիսներին։ Երեկոյան Դոնալդ Թրամփը հանդիպել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների՝ Ղազախստանի, Կիրգիզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի առաջնորդների հետ։ Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ հերթական գագաթնաժողովի ժամանակ Սպիտակ տան ղեկավարը քննարկել է տարածաշրջանի հարուստ հանքային պաշարներին հասանելիության հարցը, որտեղ Չինաստանն ու Ռուսաստանն արդեն իսկ ակտիվորեն փորձում են գործել։ Ավելի ուշ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է Ուզբեկստանի հետ անհավանական առևտրային եւ տնտեսական գործարքի մասին, որը նրա խոսքով ներառում է Տաշկենտի կողմից գրեթե 35 միլիարդ դոլարի ներդրում 3 տարվա ընթացքում եւ ավելի քան 100 միլիարդ դոլարի ներդրում 10 տարվա ընթացքում ամերիկյան տնտեսության հիմնական ոլորտներում՝ ավիացիա, գյուղատնտեսություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն անվանել է պատմական եւ գոհունակությամբ ընդգծել, որ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման նախագիծը կկոչվի իր անունով։ Այս պատմական համաձայնությունը ընդգրկում է նոր Թրամփի ուղու կառուցում։ Դա այնքան գեղեցիկ բան է, նրանք այն իմ անունով են կոչել։ Ես դա իսկապես գնահատում եմ, դա մեծ նշանակություն ունի։ Դա նոր Թրամփի ուղի է հանուն միջազգային խաղաղության։ Այս ճանապարհն անցնում է աշխարհի ամենակարևոր հատվածներից մի քանիսով, տնտեսական առումով աշխարհի ամենակարևոր հատվածներից մի քանիսով։ Չինաստանն ու Ռուսաստանը այս շաբաթ պայմանավորվեցին համատեղ արձագանքել իրենց նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին։ Այս մասին որոշվեց Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինի Պեկին կատարած այցի ժամանակ։ Չինաստանի նախագահն էլ վերահաստատեց Մոսկվայի հետ կապերը խորացնելու Պեկինի հանձնառությունը։ Փաստաթուղթը տարածվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր ջանքերի ֆոնին, որոնց շրջանակում Սպիտակ տան ղեկավարը պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային հսկաների Լուկոյլի ու Ռոսնեֆթի նկատմամբ։ Չինաստանին էլ սպառնացել երկրորդական մաքսատուրքերով։ Այս շաբաթ Եվրամիությունը անցկացրեց միության ընդլայնման հարցով ամենաընդգրկուն գագաթնաժողովը, մեկտեղելով դաշինքի եւ թեկնածու պետությունների առաջնորդներին։ Գագաթնաժողովին ներկա են եղել Եվրոպական խորհրդի, Մոլդովայի եւ Սերբիայի նախագահները, Արևմտյան Բալկանյան երկրների, Չեռնոգորիայի, Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի 3 վարչապետները, ինչպես նաեւ ընդլայնման հարցերով Եվրահանձնակատարը։ Զուգահեռաբար հրապարակված Եվրոպական միությանը անդամակցության տեխնացուների վերաբերյալ տարեկան զեկույցում Եվրոպական հանձնաժողովը մանրամասն դիտարկել է երկրների շահերը։ Ըստ այդմ Մոնտենեգրոն բարեփոխումներով առաջատար է, Ալբանիան լավ թափ է առել, Ուկրաինայի քայլերը դրական են։ Հակասական են Թուրքիայի, բացասական Վրաստանի մասին գնահատականները։ Եվրամիության պաշտոնյաները բացի զեկույցում նշված գնահատականներից իրենց ելույթներում խիստ քննադատել են Վրաստանին եւ կոչ արել փոխել քաղաքականությունը։ Հիշեցնենք, որ Թբիլիսիի եւ Բրյուսելի միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացել են 2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում հաղթանակ տարավ միլիարդատեր եւ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի իշխող վրացական երազանք կուսակցությունը։ Եվրամիությունը խիստ քննադատել է նաև Թուրքիային, մատնանշելով հիմնարար ազատությունների եւ իրավունքների ոլորտում ոչ բավարար քայլերն ու հետընթացը։ Դրանում նշված է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները բախվում են ատելության եւ խտրականության։ Ատելության խոսքը եւ այդ հիմքով հանցագործությունները շարունակվել են։ Ըստ Եվրահանձնաժողովի հիմնական թիրախներն են սիրիացիները, հույները, հայերը, հրեաները եւ ալևիները։ Դրանում նշված է, որ հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումները արգելվել են։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, հանձնաժողովը նշել է, որ սահմանը դեռ փակ է։
Տեղումների բացակայության պատճառով Իրանում գրանցված երաշտը մեծ չափերի է հասել Թեհրանի շրջանում։ Մայրաքաղաքի բնակիչների խմելու ջրի հիմնական աղբյուրը վտանգի տակ է։ Ըստ պետական լրատվամիջոցների 2 շաբաթվա ընթացքում այն կարող է չորանալ։ Ամիր Քաբիր ամբարտակը, որը Թեհրանին խմելու ջուր մատակարարող 5 ամբարտակներից մեկն է, պարունակում է ընդամենը 14 միլիոն խորանարդ մետր ջուր։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով Թեհրանի բնակչությունը ամեն օր սպառում է մոտ 3 միլիոն խորանարդ մետր ջուր։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ եթե երաշտը շարունակվի, իշխանությունները ստիպված կլինեն ջրի նորմավորում սահմանել, իսկ եթե իրավիճակը ավելի վատանա, մայրաքաղաքը կտարհանվի, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Մալդիվներն առաջինն է աշխարհում, ուր երիտասարդներին պաշտոնապես արգելվել է ծխել։ Մասնավորապես երկրի իշխանությունները 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր անձանց արգելել են ծխել։ Արգելված է նաև նրանց ծխախոտ վաճառել։ Խոսքը վերաբերում է ոչ միայն տեղացիներին, այլև զբոսաշրջիկներին։ Մալդիվների ծխախոտի արտադրության վերահսկման խորհրդի փոխնախագահը նշել է, որ անցյալ տարի երկրում վեյփինգի համընդհանուր արգելքը լավ քայլ է եղել դեպի ծխախոտից զերծ սերունդ ունենալու ճանապարհին։ Նոր արգելքը վերաբերում է ծխախոտի բոլոր տեսակներին և առևտրականները պարտավոր են վաճառքից առաջ ստուգել գնորդների տարիքը։ Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Անգլիայի հավաքականի նախկին ավագ ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը ասպետի կոչում է ստացել։ Նա այդ պատվին արժանացել է ֆուտբոլին և բրիտանական հասարակությանը մատուցած իր ծառայությունների համար։ Նրան ասպետի կոչում է շնորհել Չարլզ 3-րդ թագավորը հանդիսավոր արարողության ժամանակ։ Բեքհեմի անունը ներառվել է թագավորի ծննդյան օրը պարգևատրվող անձանց պաշտոնական ցուցակում։ Անգլիական ֆուտբոլի հավաքականի նախկին ավագը Վինդզորի ամրոցում է եղել կնոջ Վիկտորիայի նախագծով կարված կոստյումով։ Դեռ 2017 թվականին Վիկտորիա Բեքհեմն արժանացել էր բրիտանական կայսրության շքանշանի նորաձևության ոլորտում ունեցած ծառայությունների համար։ Այսօր այսքանը, ցտեսություն։ Երևանում տեղաշարժվելը դարձել է ավելի հարմար ու հեշտ երկու հավելվածների շնորհիվ։ Մի քանի վայրկյանում կարելի է տեսնել, թե որ երթուղայինը որտեղից է որքան ժամանակում կհասնի անհրաժեշտ վայր։ Երևանում տեղաշարժվելն այժմ ավելի հարմար է։ Yandex.Go եւ Yandex Maps հավելվածներում արդեն հասանելի է ամբողջ քաղաքային երթուղային ցանցը, որի ընթացքին կարելի է հետևել իրական ժամանակում։ Դրանք 64 ավտոբուսային, 12 միկրոավտոբուսային եւ 5 տրոլեյբուսային գծեր են։ Այս հնարավորության շնորհիվ օգտատերերը կարող են տեսնել, որտեղ է տվյալ պահին իրենց անհրաժեշտ ավտոբուսը, տրոլեյբուսը կամ միկրոավտոբուսը եւ չվատնել ժամանակը կանգառում սպասելու վրա։ Սեղմելով ձեր կանգառի նշանի վրա կարելի է իրական ժամանակում տեսնել բոլոր երթուղիները, որոնք անցնում են այդ կանգառով, եւ հաջորդ ավտոբուսի կամ տրոլեյբուսի ժամանման ժամանակը։ Եթե այն շուտ չի գալիս, կարելի է սպասել տանը կամ մտնել խանութ, կանգառ վերադառնալ հենց ժամանման պահին եւ չսպասել արևի կամ անձրևի տակ։ Համակարգի աշխատանքի հիմքում GPS սարքերն են, որոնցով արդեն հագեցած է Երևանի ամբողջ քաղաքային տրանսպորտը։ Դրանք պարբերաբար փոխանցում են իրենց կոորդինատները եւ շարժման արագությունը։ Քաղաքից ստացված տվյալների հիման վրա Yandex-ի ծառայությունները հաշվարկում են ժամանման ժամանակը, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, օրինակ ճանապարհային իրավիճակն ու վերանորոգման աշխատանքները։ Եվ Yandex Armenia-ում եւ Երևանի քաղաքապետարանում վստահ են, նման տեխնոլոգիաները մոտեցնում են քաղաքը խելացի քաղաքի կարգավիճակին եւ դարձնում են քաղաքացիների կյանքը ավելի հարմար։ Լուիզա Սարգսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ 5G ցանցը արդեն հասանելի է մարզերում։ Դիտեք մեր այսօրվա վերջին տեսանյութը։ Ավելի արագ կապ, ավելի մոտ ապագա։ Թիմ Տելեկոմ Արմենիայի 5G ցանցն արդեն հասել է մարզեր, բացելով նոր դարաշրջան արագության, հուսալիության եւ անսահման հնարավորությունների։ Տարեսկզբից սկսել էինք լայնամասշտաբ բջջային ցանցի վերազինման աշխատանքներ եւ 4G ցանցի վերազինման աշխատանքները եւ 5G ցանցի ծածկույթի ընդլայնման։ Գրեթե 0-ից կառուցում ենք նոր սերնդի, նոր որակական չափանիշներով ցանց եւ այսօր կարող ենք փաստել, որ Գյումրիում եւ Վանաձորում ունենք արդեն 5G ծառայություն ամբողջությամբ հասանելի։ Առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմամբ Թիմ Տելեկոմ Արմենիան իրականացնում է իր ռազմավարական քայլերից մեկը՝ 2G ցանցի փոխարինումը նոր տեխնոլոգիաներով։ Նոր ցանցը կառուցվում է համաշխարհային առաջատար Ericsson-ի գերժամանակակից լուծումներով, ապահովելով բաժանորդներին թվային, անվտանգ եւ բարձրորակ կապ։
Մենք գնում ենք նոր տիպի ցանցի կառուցման, որը հնարավորություն է տալու մեզ 2G ծածկույթը անջատել, որպեսզի մեր նոր սերնդի ցանցերում ել ավելի լավ ծառայություններ կարողանանք մատուցել։ Այս քայլերը մեզ հնարավորություն կտան ավելի անվտանգ ցանց ունենալու եւ ավելի արդի եւ ավելի նորարարական լուծումներով հանդես գալու մեր բաժանորդների համար։ Մենք ուզում ենք եւ վստահ ենք, որ 26 թվական մուտք գործենք լիովին արդիական ցանցով եւ այլ որակական չափանիշներով։ 5G ցանցը արդեն հասանելի է հանրապետության 3 խոշոր քաղաքներում։ Միջպետական ճանապարհների ծածկույթը եւս արդիականացվում է։ Թիմ Տելեկոմի ռազմավարությունը պարզ է՝ հին տեխնոլոգիաները փոխարինել նորերով, Հայաստանը դարձնելով առաջատար ցանցի լիարժեք գործարկման հարցում։ Վստահ եմ, որ մենք այնպիսի ցանց ենք կառուցում, որը դեռ տասնյակ տարի մեզ ԿՊ-ի տեխնոլոգիաներին համահունչ հնարավորությունը ընձեռելու ենք ողջ Հայաստանի տարածքում, ոչ միայն Գյումրիում, Վանաձորում, Երևանում, այլ մյուս քաղաքներում եւ գյուղական վայրերում։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Հորիզոնում այսօր այսքանը։ Բարի գիշեր։